Ողջույն իրական Հայաստանի Հանրապետությանը եւ խաղաղությանը սիրահարված, իրական Հայաստանի Հանրապետության եւ խաղաղության շահերը սպասարկող հայ մարդիկ ջան։ Ուրեմն քիչ առաջ sense համացածում տեսա, որ տասնյակ տարիներով հայ մարդու ծծած այրունը եւ հայ մարդու այրան կարոտ մնացած այդ բերանը ծուրտիկ խոխե, պրիվետ ռոբիկը, ինչ որ դե հենց ոռնոցը դրած հոխորդում է, ասելով, որ հիշենք իմ ժամանակները, իմ ժամանակներում ոչ մի դիմադիր գործիչների վրա քրեական գործեր մորցեր չի հարուցվել, ոչ մի դիմադիր գործիչ չի հետապնդվել, ու անուններ է տալիս, Կանեն Սերոփիչի անունն է տալիս, այն մի հատ դհոլ կա է, գլուխը դատարկ դհոլ, Արտաշես Գեղարյան, դրա անունն է տալիս, ու ասում է իմ ժամանակներում իրանց որևէ մեկի վրա ոչ քրեական գործերը հարուցվել էսյանին, երույթներ ունենում։ Նախ պրոստը լավ էլի մարդ իշքան պետք է անիրես, իշքան պետք է մարդու երեսի թքես, որ ասի անձրև ա գալիս, որ Կանեն Սերոփիչի Կանեն Դեմիրճյանի անունը տա, պրիվետ ռոբիկ, եւ որ քեզ Ղարաբաղից բերին ծակ սավիտրով Հայաստանի Հանրապետություն, ու այ ամենամեծ խալետերը, որ քեզ բերեցին Հայաստանի Հանրապետություն, թե ով բերեց, ինչ արեց, ինչ նպատակով բերեց, բայց ինչ տեղի ունեցավ, դա արդեն պատմության մեջ գրված է եւ պատմությունն է խոսում արդեն դրա մասին, բայց քո ժամանակներում Կանեն Սերոփիչը, երջահիշատակ Կանեն Սերոփիչը, հայ մարդը, ընդամենը ամիսներ է, օրեր է տևել իր գործնեությունը, իր ընդդիմադիր գործնեությունը քո, որ դու եղել ես, որ դու ոչ թե եղել ես, այլ ինչ պատճառներով զարթել ես, արևանգել ես հայ մարդու սեփական պետությունը, որևէ կապ չունենալով հայ մարդու հետ, Հայաստանի Հանրապետության հետ, հայոց լեզվի հետ, ոչ մի կապ չունենալով, ոչ մի հայկական արժեքի հետ, դու արևանգել ես Հայաստանի Հանրապետության հայ մարդու իշխանությունը, այդ ժամանակ Կանեն Սերոփիչը, Կանեն Դեմիրճյանը ընդամենը ամիսներ է ապրել, որովհետև քո նախագահության ժամանակ Կանեն Սերոփիչը, Վազգեն Սարգսյանը, ինչպես նաև էլի քաղաքական գործիչներ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում գնդակահարվել են, ազգային անվտանգության պետն է եղել է կես մետանոց Սերժ Սարգսյանը, քո ժամանակներում եթե այդ մարդը գնդակահարվել է, դու այդ մարդուն ոնց պետք է դատեիր կամ ինչ պետք է անեիր, ուզում եմ հասկանամ, ինչ պետք է անեիր, կամ Արտաշես Գեղամյանի անունն ես տալի, Արտաշես Գեղամյանը ինչ ընդդիմադիր գործիչ է եղել, դրանք բոլորը եղել են ձեր քոցերը, ձեր դաբրոյով, ձեր իրավունքով ուղղակի եղել են դատարկ խոսացողներ, դրանք ընդամենը տարիներ շարունակ Լևոն Տեր-Պետրոսյանը, քո ասած Արտաշես Գեղամյանը, բացի Նիկոլ Փաշինյանից, բոլորը սպասարկել են ձեր շահերը, սաստած ծռերը, բոլորը ձեր դաբրոյով, ձեր իրավունքով հայ մարդկանց խաբել են, իրենց դնելով ընդդիմադիր գործիչ, հայ մարդկանց խաբել են, ու բոլոր հանրահավաքները հարամել են, բոլոր, որովհետև գործել են ձեր դաբրոյով, միակ ընդդիմադիր գործիչը Նիկոլ Փաշինյանն է եղել, որ ձեր եւ քո ժամանակներում, երբ որ մտել են իր գրասենյակ, համակարգիչները բանը տարել են, Ռոբերտ Քոչարյան, բերանը ծուրտիկ խոխա, այ իսկական ընդդիմադիր գործ չի, ընդդիմադիր լրագրողի, ով իրոք ընդդիմադիր է եղել ձեզ, այո, տանջվել, տառապել են եւ հետապնդվել են ձեր կողմից, եւ քո ժամանակներում ազգային անվտանգության կամ չգիտեմ ինչ որ կիլլերներ մասկավորված մտել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրասենյակ, YouTube-ը վխտում այդ կադրերը եւ արևանգել են համակարգիչները, անընդհատ նեղություն են տվել։ Ձեր ժամանակաշրջաններում Ռոբիկ Սերժիկ դուք նույն մարդիկ եք, նույն մաֆիան եք։ Եվ ձեր ժամանակաշրջաններում իրական ընդդիմադիր գործիչը կալանավորվել է Նիկոլ Փաշինյանը։ Ու տարիներ շարունակ դուք ոչինչ չեք խնայել իրական ընդդիմադիր գործչին տանջելու, հետապնդելու։
ու դու դա կարել եք, ու դու դա արել եք։ Դու Արտաշես Գեղարյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին կամ մեկին, ինչի պետք է դատեիք, որտեղ ձեր քոցերն են եղել։ Ձեր ազգական տասովչիկներն են եղել, արա։ Սաստացրեր, ինչի պետք է իրանց բան անեիք։ Ձեր անձնական տասովչիկներն են եղել։ Ձեր անձնական քոցերն են եղել։ Խեսպետությունում լիարժեք ընդդիմադիր գործիչ եղել, հա։ Որ դուք մի հատ իրան հետապնդեիք։ Այնա իրական ընդդիմադիր գործ չի, Նիկոլ Փաշինյանին տարիներ շարունակ տանջել եք, արա։ Մաֆիա, տարիներ շարունակ տանջել եք, հետապնդել եք։ Ու այդ իրական ընդդիմադիր գործիչը Նիկոլ Փաշինյանը իր միակ ուժի եւ հարստությանից իր ժողովրդի հետ 2018 թվականին ձեզ կզծրել է բառից ուղիղ իմաստով։ Մաֆիան կզծրել է, չոքցրել է։ Հունիս 2026 թվականի հունիսի 7-ին վերջնականապես մաֆիայի պարագլուխները, որը մնացել է 3-ը, կտրվելու է քաղաքական մակարդակով։ Հունիսի 7-ին մաֆիայի այս պարագլուխների այս 3 գլուխները կտրվելու է քաղաքական մակարդակով։ Գլխավոր դերերում Բերանը Ծուրտիկ Խոխեն է, որ իր գլուխը քաղաքական մակարդակով հունիսի 7-ին կտրվելու է։ Հետո Օտարի տասովչիկն է, Օտար երկյա օլիգարխը, Կալուգացի Սամվելիկը, երրորդը հանրությանը հայտնի Դոդի Գագոնը, ու այդ 3-ի գլուխները հունիսի 7-ին, այդ մաֆիայի պարագլուխների 3 գլուխները հունիսի 7-ին քաղաքական մակարդակով բառից ուղիղ իմաստով կտրվելու է։ Եվ 2026 թվականի հունիսի 7-ին մաֆիան ոչնչանալու է իրական Հայաստանի Հանրապետությունում։ Մաֆիայի գլուխները քաղաքակիրթ մակարդակով հայտնվելու է հայ մարդու ոտքերի տակ։ Եվ այլևս մաֆիան իրական Հայաստանի Հանրապետությունում թելադրող չի լինելու, իշխող չի լինելու, առավել եւս բարձր տոնայությամբ չի խոսելու։ Որովհետև հունիսի 7-ին քաղաքական մակարդակով մաֆիայի ոչնչացման օրն է։ Բերանը Ծուրտիկ Խոխա, մի հատ է Բերանը լիքը Կարեն Դեմիրճյանի անուն է տալի, որ իմ ժամանակներում միակ ընդդիմադիր գործիչը Կարեն Դեմիրճյանն է, բայց Կարեն Դեմիրճյանը չի հետապնդվել։ Քո ժամանակներում Կարեն Դեմիրճյանը ընդամենը ապրել է ամիսներ ապրել։ Քո ժամանակներում ամիսներ Կարեն Դեմիրճյանը ապրելով ուղղակի ազգային ժողովում գնդակահարվել է, սպանվել է։ Ու դա հայ մարդը չի մոռացվել։ Իսկ դուք Բերանը Ծուրտիկ Խոխա, դու հունիսի 7-ին քաղաքական մակարդակով սպանվելու ես, քաղաքական մակարդակով։ Հայ մարդը հունիսի 7-ին գնալով տեղամաս, վերցնելով տեր կանգնելով խաղաղությանը, վերցնելով քվեաթերթիկ համար 16-ը, ուղղակի քեզ սպանելու է ընտրատեղամասում։ Բառից ուղիղ իմաստով քաղաքական մակարդակով է սպանելու։ Ու դուք սպանվելու եք հունիսի 7-ին իրական Հայաստանի Հանրապետությունում։ Աստծով ամեն ինչ լավ է եւ լավ է լինելու։ Ասեմ առավելը, հունիսի 7-ին հայ մարդը տասնյակ տարիներով սպասված վրեժը քաղաքակիրթ մակարդակով լուծելու է մաֆիայից։ Լավ եղեք։